Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Եկեղեցին ստանձնել է Կտրիչ Ներսիսյանը եւ իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդություն Եվ ամեն անգամ, երբ որ խորանից ասենք հղում են անում, երբ որ ամեն ամբյորնից ասում են Արցախի հանրապետություն, այդ պատերազմի բան է, պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Պարոն Փաշինյան, Եվրոպական խորհրդարանում խոսելով էլի խաղաղության մասին, դուք նորից ակնարկեցիք, որ իշխող ուժը ուզում է խաղաղություն, ընդդիմությունը ուզում է պատերազմ, եկեղեցին ու ընդդիմությունը։ Ուզում եմ հասկանալ, ինչու պետք է ընդդիմությունը կամ եկեղեցին ուզեն պատերազմ, մանավանդ նրանք էլ հակադարձում են ձեզ, որ դուք եք ուզում պատերազմ, իրենք արժանապատիվ խաղաղության կողմնակից են, դուք 4 պատերազմ եք վերել եւ այլն։ Սա մեկ հարց եւ երկրորդ, պարոն Փաշինյան, պետք է Մարտին սահմանադրության տեքստը հրապարակվի։ Ուզում եմ հասկանալ ձեր դիրքորոշումը անկախության հռչակագրի մասով, էլի անփոփոխ է, պետք է դուրս գա անկախության հռչակագիրը նախաբանից։ Շնորհակալություն։ Ես դրա մասին արտահայտել եմ կարծիքս եւ չեմ կարծում փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի եւ ասեմ ինչու։ Որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Եվ թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրվածի ուղերձներում ես իմ դիրքորոշում մանրամասն արտահայտել եմ։ Հիմա անդրադառնալով այն հարցին, թե ինչ եմ ասում, որ օրինակ եկեղեցին ստանձնել է Կտրիչ Ներսիսյանը եւ իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը շատ բաց բացատրություն ունի։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացան։ Եկեք բոլորս սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետք է գնանք կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, այսօր, վաղը, մյուս օրը ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ։ Եվ ընդ որում ես ուզում եմ ընդգծել այն ժամանակ, որովհետև գիտեմ, հեսա կասեք, բա ինչի եք ասել դուք Արցախ Հայաստանը եւ վերջ։ Աստվածաշնչում մի հատ sense հատված էլ կա, հիմա վստահ չեմ, որ բառացիկը մեջ բերեմ, երբ ասում եմ ող պարեցինք եւ դուք լաց չեղաք, մոտավորապես կներեք ճշգրտությունը չեմ երաշխավորում, նվակ հնչեցրինք եւ դուք պար չեկաք։ Այն ժամանակ, երբ որ պայքարելու ժամանակներ, ինչ-որ բոլորը բան էին, կենտրոնացած էին բանում, ոնց Երևանում կառավարությունը փոխեն։ Ուզում էին զորքը հետ քաշեին, որ գային Երևանում հեղաշրջում անեն։ Ավարտվել այդ պատումը, ես ասել եմ Ղարաբաղյան շարժում չկա։ Եվ ամեն անգամ, երբ որ խորանից ասենք հղում են անում, երբ որ ամեն ամբյորնից ասում են Արցախի հանրապետություն, այդ պատերազմի բան է, պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Բա ամեն անգամ մենք տենց ասում ենք Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում։ Այդ որ ասում են վերադարձի, ինչ վերադարձի, որտեղի վերադարձի։ Բա կա փախստականների վերադարձի թեմա, Ադրբեջանն է նույն ձևի նույն թեման է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալու են, բախվելու իրան դառնան պատերազմ։ Այսինքն ձեզ թվում է նախին պատերազմները տենց ինչ որ բոլորը վեր են կացել ասել պատերազմ, տենց հումանիտար, շատ անմեղ թեմաներից սկսել են բան, մի քար, մի հուշարձան, շատ կարևոր եւ
Այո, դրանից է բխում, որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ է նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչի լուծարում։ Ով ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բան է, ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս։ Սա պետություն է, հստակ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Եվ այդտեղ չկմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Ես կառավարության ղեկավարն եմ, այդ թվում ես եմ, այո։ Պարոն վարչապետ, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահային Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Պարոն վարչապետ, այդ դեպքում հնարավոր է դուք հոգևորականների հետ կապված այս ամբողջ process-ը սկսել եք հենց այդ պատճառով, որ նրանք մշտապես խոսել են Արցախի մասին, իսկ մնացած ամեն ինչը եղել է փաթեթավորում այդ հարցի, եւ դուք հայտարարեցիք, որ ինքնիշխան երկրները իրենց տարածքում գործողություններ են իրականացնում, ինչ որ ամրաշինական աշխատանքներ են կատարում։ Բաքուն Հայաստանի օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքներ առհասարակ կատարել է։ Ընդհանրապես արձանագրենք, որ ես նախկինում ասել եմ Մայրաթորի հետ կապված բոլոր խնդիրները եւ ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով եւ տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ էլ թաքցրել, բայց ինչպես է այդ հոգեվոր ոլորտում այդ խոցերը երեք ասեցի, դա խոցելի են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն եւ օգտագործեն ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Եվ այո, ես էլի ասում եմ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինել։ Հոգևորականները ինչ։ Ներողություն, բայց եկեք գերխոսության չվերածենք։ Ես դες նոր ասեցի, ես նոր գնացել եմ պատարակի եւ բանից հնչում է։ Պատարակին հնչում է։ Ընդ որում պատարակի ընթացքում հնչում է ոչ մի անգամ։ Արցախի հանրապետությունը դա չի նշանակում։ Այդ նշանակում է պատերազմի կոչ։ Ուրիշ բան չի նշանակում։ Լավ, ոչ այսօր, վաղը մյուս օրը։ Բա էս ենք ասում, բա դրա համար ենք ասում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիչ Ներսյանը եւ իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետքա չլինի այդպիսի բան։ Պետքա չլինի։ Ոնց կարա երկրում լինի 6 հատ արտաքին քաղաքականություն։ Հայաստանի օկուպացված տարածքներում երբևէ ամրաշինական աշխատանքներ դիրքեր այլ։ Գիտեք, ես նախկինում այդ թեմային անդրադարձել եմ, որ մենք ունենք սահմանազատման հետ կապված խնդիրներ։ Ես չեմ կարող հարցը դիտարկել մի հարթության մեջ, որովհետև եթե ձեր հարցին արդարորեն պատասխանեմ, պետք է պատասխանեմ երկու կողմերի մասին։ Դրա համար դուք գիտեք ճշմարտությունը, ես մեկնաբանություն չեմ անում։ Հիմա փաստն այն է, որ երկուստեք մենք խուսափում ենք նման բաներից, որպեսզի խաղաղությունը չվտանգենք, ու ճիշտ ենք անում։